Վրաստանի ուղղափառ եկեղեցին այսօր կընտրի նոր պատրիարք։ Եկեղեցու ընդլայնված ժողովը պետք է սկսվի ժամը 13:00-ին, իսկ մինչ այդ Սուրբ Երրորդության մայր տաճարում կընդունեն հյուրերին եւ պատվիրակներին։ Այս պահին Սամեբայի տաճարում ամեն ինչ արդեն պատրաստ է։ Տաճարի կենտրոնական հատվածում տեղադրված է պատրիարքի ընտրության համար անհրաժեշտ գույքը։ Դասավորված են սեղաններ, որոնց շուրջ կնստեն Սուրբ Սինոդի անդամները, ինչպես նաեւ տեղադրված են աթոռներ պատվիրակների եւ հյուրերի համար։ Եկեղեցու ընդլայնված ժողովը, որի ժամանակ կընտրեն պատրիարքին, մասամբ կհեռարձակվի հեռուստատեսությամբ առաջին ալիքի միջոցով։ Ուղիղ եթերում հանդիսատեսը կտեսնի եկեղեցական ժողովի բացումը եւ քվեարկության գործընթացը։ Ձայների հաշվարկը լրատվամիջոցների միջոցով չի հեռարձակվի, իսկ վերջնական արդյունքը կհայտարարվի ուղիղ եթերում։ Ընդլայնված եկեղեցական ժողովին ներկա կգտնվի մոտ 1200 պատվիրակ։ Այսօր կհայտարարվի նաեւ գահակալության ամսաթիվը։ Այդ մասին որոշումը պետք է ընդունի նոր պատրիարքը։ 5 հատուկ ջոկատայինների ձերբակալության գործը կրկին գնահատականների թեմա է։ Իշխանությունների ընդդիմախոսները հայտարարում են, որ 5 մարդու ձերբակալելը բավարար չէ եւ պատասխանատվության պետք է ենթարկվեն նաեւ այս գործը կոծկած անձիկ, ինչպես նաեւ հարձակման կազմակերպիչները։ Իսկ իշխանական թիմում հայտարարում են, որ ցանկացած խախտում եւ անօրինական գործողություն պատժելի է եւ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Գուրամ Ռոգավայի, Լևան Խաբեիշվիլիի եւ ցուցարար Զվիադ Մայիսաշվիլիի նկատմամբ բռնության դեպքերի առթիվ դատախազությունը ձերբակալել է 5 անձի։ Նրանցից 3-ը նախկին, 1-ը գործող հատուկ ջոկատային է։ Խոսքը վերաբերում է 2024 թվականի ցույցերին տեղի ունեցած դեպքերին։ Ձերբակալված հատուկ ջոկատայինների նկատմամբ արդեն կիրառվել է կալանք։ Քրեական գործով հետաքննությունը շարունակվում է եւ համապատասխան ապացույցներ ձեռք բերելու դեպքում չի բացառվում, որ ձերբակալվածների շրջանակը ընդլայնվի։ Ազգային շարժումում հայտարարում են, որ ընդդիմադիր դաշինքում արկա դարաձայնությունները սպառված են եւ պատրաստվում են մայիսի 26-ին նախատեսված հանրահավաքին։ Այս հայտարարությանը նախորդել էին 9 ընդդիմադիր կուսակցությունների միավորման առաջնորդների փոխադարձ մեղադրանքները։ Դաշինքի գործունեությունը քննադատել էր Միխեիլ Սաակաշվիլին։ Նախկին նախագահի գրառմանը բանդից արձագանքել էր նաեւ ազգային շարժման նախկին նախագահ Նիկա Մելիայի քննադատական կարգավիճակը։ Ինչպես պարզվեց, դաշինքի մայիսի 26-ի հանրահավաքին նախորդող քարոզարշավից դժգոհ է նաև Լևան Խաբեիշվիլին, իսկ ֆեդերալիստների առաջնորդ Թամար Չերգոլեիշվիլին ասում է, որ ով մերժում է դաշինքի ռազմավարությունն ու կանոնները, ինքն իրեն դնում է դաշինքից դուրս եւ զբաղվում ինքնամարգինալացմամբ։ Մայիսի 26-ի հանրահավաքին չեն միանում դաշինքից դուրս գտնվող ընդդիմադիր կուսակցությունները, իսկ իշխանական թիմում հայտարարում են, որ ընդդիմադիր դաշինքը գործում է արտաքին պատվերով, սակայն նրանց հեղափոխական ծրագրերը իրականություն չեն դառնալու։ Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաներին աջակցող ցույցը շարունակվում է։ Երեխաների ծնողներն ու աջակիցները հավաքվել են Ռուսթավելի մետրոյի հարակից տարածքում եւ երթով շարժվել դեպի կառավարության վարչակազմի շենք։ Բողոքի ցույցի մասնակիցները պետությունից պահանջում են ֆինանսավորել բուժումը եւ Վրաստան ներմուծել այն ժամանակակից դեղամիջոցները, որոնք ծնողների հայտարարությամբ կարող են դանդաղեցնել հիվանդության զարգացումը եւ երկարացնել կյանքը։ Դյուշենի մկանային դիստրոֆիայի ախտորոշմամբ երկրում ապրում է մոտ 80 մարդ։ Ֆրանսիայի նախագահը պատասխանում է բրիտանական եւ ֆրանսիական ռազմական նավերի վերաբերյալ Իրանի սպառնալիքներին եւ հայտարարում, որ երբեք չի քննարկել Հորմուզի նեղուցում ռազմածովային ուժերի տեղակայումը։ Ինչպես Նայրոբի կատարած այցի ժամանակ հայտարարել է Էմանուել Մակրոնը, դրա փոխարեն նախատեսվում է անվտանգության առաքելություն, որը կիրականացվի Իրանի հետ համակարգմամբ։ Նրա խոսքով Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ստեղծել են հատուկ առաքելություն, որը ծովային անվտանգության աջակցման նպատակով միավորում է մոտ 50 երկիր եւ միջազգային կազմակերպություն։ Ազգային պալատը հիմնադրման 85-ամյակը նշել է հանդիսավոր ներկայացմամբ։ Առաջին հանրապետության դահլիճում անցկացված երեկոն վարում էր թատերագետ Նիկոլոս Ծուլուկիձեն։ Պալատի պատմական շենքում, որն արդեն 2 դար պատմություն ունի, մանկական կենտրոնը բացվել է 1941 թվականին։ Այդ ժամանակից ի վեր այստեղ մեծացել են սերունդներ։ Նրանց մի մասը 3 ելույթ ունեցավ բեմում, այդ թվում Թամար Գվերցիթելին, Նատո Մետոնիձեն եւ Մայա Ջաբուան։ Երաժշտական ձևավորումն ապահովել են Գիա անվան նվագախումբը եւ Մզյուրի դպրոցը։ Նախագիծն իրականացվել է Թբիլիսիի քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության աջակցությամբ։